Սիրելի մեծեր եւ փոքրիկներ, ծուր հայլիների ուղիղ աշխարհից ողջույն ձեզ։ Ես Թաթուլ Պետրոսյանն եմ եւ դա նշանակում է, որ զվարճալի հաղորդում է սպասվում ձեզ, քանի որ կրկին անդրադառնում ենք մեր մեծ գրողի Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը, որը ժամանակի ընթացքում ոչ միայն չի հնանում, այլ նոր ձևերով ներկայանում մեզ այս անգամ անիմացիայի լեզվով։ Սուտասանը հեքիաթի հիման վրա ստեղծվել է մուլտֆիլմ, որը նոր շունչ է հաղորդում դասական ստեղծագործությանը։ Մուլտֆիլմի սցենարիստն ու բեմադրիչ նկարիչը Քերի Մուլտիկնիկն է, ում ձեռագրին հատուկ են գունեղ կերպարները, կենդանի հումորը եւ ազգային երանգները։ Անիմացիոն ֆիլմի իրականացնող ընկերությունը Melograno Production-ն է, որը նպաստել է, որ հայկական հեքիաթը ներկայանա ժամանակակից անիմացիոն լեզվով, հասանելի թե մեծերին, թե երեխաներին։ Եկեք դիտենք հայկական արտադրության այս մուլտֆիլմը։ Melograno ընտանիք։ Melograno ընտանիք Pictures-ը ներկայացնում է Հովհաննես Թումանյանի Սուտասանը։ Եթե ինչ-որ մեկ էս հեքիաթում իրեն գտնի, ներող կլինեք։ Ուրեմն լինում է չի լինում, մի թագավոր է լինում։ Այս թագավորը իր սիրելի խեղկատակի ծաղրացուի հետ տարօրինակ հրովարտակ է գրում։ Դու թե խելքներին ինչ փչեց։ Ուրեմն գրի, ես Իմրաստանի թագավոր Նազարս ընտրված ժողովրդի կողմից իլուր ամբողջ թագավորության հրովարտակով դիմում եմ իմ ժողովրդին։ Հո, ով այնպիսի սուտ ասի, որ թագավորը չհավատա, եւ ասի սուտ է, թագավորության կեսը կտա այդ մարդուն, օհո, ստորագրված է եւ կնքված արքայի մատանիով, օհո։ Հա, այս լուրը տարածվեց ամբողջ թագավորությունով։ Առաջինը թագավորի մոտ եկավ ամենահայտնի Սուտասան Չոբանը։ Բարի ողջույն ձերդ մեծություն, իմ պապը վաստակավոր ժողովրդական Չոբան էր, իսկ նման անտաշ ու գրեհիկ։ Համա մի սելֆի կոպալ ուներ, ենքան երկար, որ մինչև Սպուտնիկ հասնում էր։ Օհո, վայ քո արա, ես տեսակ սուտ կյանքում չէի լսել, սուս մնա, օհո, շարունակիր։ Խեղճով մարդ էր, Սպուտնիկին չէր կպնում, որ ինտերնետի լայքերն ու լայֆերը չպակաս են, համա իրետ սելֆի կոպալով աստղերն ու երկինքը խառնում էր իրար, ոնց որ տատս սպասխարն էր, հավատում ես։ Այ բրի Չոբան, ով կհավատա քո բառաչանքին, օհո, հե, ես հավատում եմ, իմ պապն էլ մի հատ չիբուխ ուներ, երկար, այնքան երկար, որ գահին նստած արեքագից վառում էր չիբուխը ու ծխում, հավատում ես։ Գնացի։ Օհո, գնա, այ Չոբան, քո հեքիաթները քո ոչխարներին կպատմես, հա։ Հա, սրան վզակոթին տալով ճանապարհում են։ Ու հաջորդը ներս է մտնում Հիմարաստանի դիզայներ Թելոն, դերցակ էլի։ Աբան Թելո չան Թելո։ Ընտրող լինես, արքաների գթասիրտ արքա, ես շուտ պիտի գայի, ուշացա, երեքն հենց ուժեղ անձրև եկավ, որ կայծակները տրաքեցին,
ու երկինքը պատրվեց։ Ես էլ գնացել էի կարկատելու։ Հո, հավատում եմ, բա ինչ եմ անում, բայց լավ չէ իր կարկատել, ես արվոտը նենց անձրև եկավ, ասի աշխարի վերջը դա, հո, գնա խելքի կարկատանդի, այ ստիլիս դիզայներ, չևի չէ, հո, Հաջորդը պալատ են մտնում Հիմարաստանի ամենաբամբասող, սուտը ճշմարտություն դարձնող, ֆեյքի ֆուլ ֆանատներ, Տիկին Բարսիկը ու Հարսիկը։ Հազար բարի, թագավորների թագավոր, արքաների արքա, արդարադատ մեծն Տեր Նազար։ Բա մեր գովելի, հսկաջարդող, վագրին էծող, թագավորին այսպես կգովեն։ հո, լավ, թագավորը ձեզ լսում է, ձեր ասելիքը ասեք, Հա, ասեմ Տեր, Բաղդադի քարավանը անցած տարի մեր թագավորության կողքով անցավ։ Ճիշտ է։ ճիշտ է, Ես ու Հարսիկը գնացինք նրանց մոտ։ Աչքի ուլունք առնելու համար։ Հա, այդ վաճառականներից մեկը աչքի ուլունքի հետ միասին մի հատիկ դաթմի կորիզ տվեց։ Ասացինք ցանենք, մեծանա, ղափամա էփենք։ կարճ կապեք չաչանակներ, հո, Մի օր գնացինք դաշտ, որ տեսնենք դաթումը հասել է, Մեկ էլ տեսնենք ինչ։ ինչ, այս դաթումը այնքան էր մեծացել, որ Արարատ սարը չէր երևում։ Արարատը, թե արագացը, հո, աչքես սրանք խառնում են, հո, ոնց որ արագացներ, հո, Չէ այն խեղկատակ, ինչ ես հիմար դուս տալիս, մեր Արարատներ։ Բարձրությունն էլ մի 7 մարտաբոյ կլիներ։ Հավատում եմ, ես էլ այս վերջերս թագավորության տարածքով պտտվում էի, դարբնոցի մոտ շքախումբը կանգնեցրի, կառքից իջա, մեկ էլ տեսնեմ ինչ, ինչ, 7 դարբին, ներսից, դրսից, մուրջերով, փուքսերով մի մեծ պղնձե աման էին սարքում, լայնքն ու բարձրությունը մի 7 մարդաբոյ կլիներ, Վայ, արքա, բա այդքան մեծ պղինց կլինի որ։ իհարկե, ձեր դդումը այդ պղնձի մեջ պետք է ղափամասարք էինք, հո, գնացեք, հա, ձեր ֆեյքերին հավատացող չկա, հո, Վարսիկն ու Հարսիկն էլ քոր ու փոշման հեռանում են։ Ու մեկ էլ շնչակտուր պալատ է մտնում մի աղքատ գյուղացի։ այս ով է, Հազար բարին մեծն ալթար թակավոր, հո, գյադա, ով ես, թակավորս, ես թամբալ թլոշ թորոցի թորն եմ, թաթալաբաս թաթոսը։ հա, ճանաչում եմ պապիտ, շատ թամբալ, թուլամորդ մարդ էր, Հիշում ես չէ, թակավորն ապրած կենա, դու իմ պապին ու ինձ մի կոտ ոսկի ես պալք, եկել եմ տանեմ։ իա, սուտ ես ասում այլ թաթալաբաս, ես ես ոչ մի ոսկի էլ պարդ չեն, Հա, թե որ սուտ եմ ասում, ուրեմն թակավորությանդ կեսը պիտի տաս ինձ, այդպես չի։ հո, այդպես է, վայ, ճիշտ ես ասում, Դե որ ճիշտ եմ ասում, ուրեմն մի կոտ ոսկիս տվեք, գնամ օրթարադատ թակավոր։ հրամայում եմ, մի կոտ ոսկի բերեք տվեք թամբալ թլոշ թորոսի թոր թաթալաբաս թաթոսին, լսում եմ տերիմ, հո, Նանինա, դինինի, դանինա, դինինի, նանայինա։ այ քեզ սուտասան, ուրեմն ես լինելով Հիմարաստանի ամենախորամանկը,
ու թամբալ թլոշ թորոստի թոր թաթալաբաս թաթոսը գա ու ինձ հիմարացնի։ Էստեղ են ասում աշխար աշխար անարդար աշխար։ Հեքիաթն ավարտվեց ու բարին հաղթեց։ 3 խնձոր ընկավ երկնքից, մեկը պատմողին, մեկը թատրոնին, մյուսն էլ լսողին, ձեզ։ Մելոգրանո ընտանիք Գիտեմ, մուլտֆիլմը ձեզ շատ դուր եկավ։ Քերի մուլտիկնիկի կերպարները աչքի են ընկնում իրենց արտահայտիչ արտաքինով եւ շարժումներով, իսկ հեքիաթի հումորային շեշտադրումները պահպանված են առանց խաթարելու թումանյանական ասելիքը։ Մուլտֆիլմը հաջողությամբ համադրում է ազգային հեքիաթի ոգին ու ժամանակակից անիմացիոն մտածողությունը։ Կհանդիպենք մեկ շաբաթից։ Ձեզ հետ ինչպես միշտ Թաթուլ Պետրոսյանն էր, Ծուռ Հայլիների ուղիղ աշխարհից։ Տեսություն։